Ուզում այստեղ ցույց տամ, որ Պետան արդեն սկսել է իմ սենյակի կահույքը սարքել։ Այստեղ սանտեսի պոլկաներ ա լինելու։ Այստեղ սեղան ունենք։ Այսա մեջ լրիվ տեղափոխվելու է, էլի։ Տենց այսի սեղանն ա լինելու։ Եվ Սով եմ շտով կլինի և ես կվերջապես կտեղափոխվեմ։ Բարև բոլորին։ Ուրեմն, ես այստեղ մեղրուն էի և իրա մեջ մրջուններ էր մտել։ Ծածկած էր, փակեր չեք, իրանք ենքան մանր մրջուն են, նայեք ինչքան մանր են։ Նայեք, սենց ասեղի ծերի չափով մրջունը։ Այս սև կետերը, նայեք, ինչքան մանր են իրանք։ Ու ափսոսս գալուս էր մեղրը թափեմ, մամայս հարցրեցի ինչ անեմ, ասեց սենց մարլա փռի, այս բանի վրա եմ դրել, մեջ եմ դրել, հենց քամիչի մեջ մարլա, ու սենց ինքը կամաց քամվում է, ու մրջունները մնում են, երկու հատ սենց իրար տակ դրել եմ, որ ծակով չգնա, քան որ շատ մանր են։ Խսկող, ես ուզեցա սովորական այս բանով քամեմ, քամիչով, բայց այնքան փոճուր են, ծակերով գնում են։ Դրա համար տենց մամաս ասեց կրկնակի ֆիլտր դնեմ, ու տենց ոնց որ ստացվում է։ Հիմա այսի սպասեմ քամվի ու վերջ։ Ամտիր, նոր երկու հատով ավելացեցի, մի քիչ ավելացեցի, որ հանկարծ բաժակից դուրս չգա, էլի, տենց չթափվի, տենց հիմա նոր ավելացրեցի, կքամվում է։ Լվացարանի մեջ եմ դրել, որ հեսա նայեք, ներքևը տենց լցվում է։ Տղելամաններուն եմ լվալու, հեսա կլվամ, սպաղված էի, իմ նախաճաշի ամանները, այստեղ էլ գործում եմ, այս ես արջուկը քիթը դունչիկը կպցրեցի, բայց պոկում եմ, քանի որ բան եմ մոռացել, պետք է քիթիկ դնեմ, պլաստիկ, ունեմ ես, և այսա պետք է դնեմ։ Всё, պատրաստ է մաքուր մեղր, այսա պետք է այսի ինչ-որ մի բանով ծածկեմ, փակեմ, որ չմտնեն մրջուններ էլ։ Այսքան մեղրի համար մի կաթիլ մեղրի կռիվը, բայց դե փող ենք տվել առել, ինչի թափեմ, խի թափեմ, օրինակ, եթե կարելի է այդպես մաքրել։ Իմիջիայլոց մենք հիմա չէ, բայց փոքր ժամանակվանից մենք մեղուներ ենք ունեցել, տատիկս ավելի ճիշտ, հիմա հորեղբայրս ունի, բայց Երևանում է կարծեմ, տենց այդքան շատ տեղեկացված չեմ, բայց մեր բակում մենք միշտ իմ մեծ պապիկի ժամանակվանից, շուտվանից ունեցել ենք մեղուներ, ու Մեքսիկա գալուց առաջ էր, մի քանի տարի առաջ տենց իրանք մեղուները արդեն ցատկեցին, հանեցին, էլ չզբաղվեցին, տենց մի խոսքով, բայց մեր բակում միշտ եղել ենք մեղուներ, միշտ մեղր ենք քամել ու ոնց որ մերոնք շատ լավ տեղեկացված են ամեն ինչի պահով, տատիկս, պապաս, մամաս էլ տենց կողքից սովորել է, բայց մեղրի պահով, որ ինչ-որ հարց լինում է, իրանց եմ դիմում։ Ողջույն բոլորին, ուրեմն ես այսօր հնարություն ունեմ ձեզ ցույց տալու ու շատ ուրախ եմ, վերջապես վաղուց սպասված, վաղուց սենց փափագած, թադամ, ուրեմն նայեք թելերս չկան, թելերս գտնվում են պուճուր սենյակում, իմ սենյակում, այսա մի քիչ հետո ցույց կտամ։
Այս համակարգիչն ենք բարձրացնելու, այստեղ պետք է սարքվի, մաքրվի, տենց այս անկապ լույսը պետք է հանենք, այս լույսը այստեղ դրել է, այդ իմ կոտրված բանից էր մնացել, այդ ստենդից էր մնացել, քանի որ այստեղ լուսավոր չի ու որ մուգ թելով մանավանդ գործում էի, չէր երևում։ Դրա համար սենց լույսը միացնում եմ վերևը, որ մի քիչ լուսավոր լինի։ Այստեղ միշտ լույս է միացրած։ Եթե ես լույսը անջատեմ, շատ մութ է։ Այս հիմա տենց կարող է վիդեոյում չերևա, բայց նայեք սենց մութ է լինում։ Տենց։ Ու վերևն եք տարել։ Սալմու մեջտեղն էլ նստել է, պարկել է։ Հա, վերևը տարել ենք, այս կոմպն էլ եմ բարձրացնելու։ Եվ այստեղ տեղափոխվելու է էլեկտրոնիկան, երևի, բայց հետագայում ուրիշ ծրագրեր ունենք։ Հիշում եք, ես ասել եմ, որ այնտեղ անկյունում, որտեղ որ վառարանն է, ուզում ենք դարակներ սարքենք, որ ուտելիքը դնենք։ Ես էլ բետոին առաջարկեցի հակառակը, որ այնտեղ մի հատ սենց հարմարանք սարքենք սենց պոլկեքով, որպեսզի էլեկտրոնիկան տեղավորվի, սենց երկու հարկի, միտեղ մի հարկում վառարանը, սենց սեղանի վրա բլենդեր բան տենց դրած լինի։ Ճիշտ է, կուզենամ հետագայում փոխվի ընդհանուր այս խոհանոցը ու նենց խոհանոց, որ ծածկված լինի այդ ամեն ինչը չերևա, այդ բլենդերը, բայց հիմա այս պահին այսքանը գուցե հետագայում միացած ավելի լավ տոն ունենամ ու լավ խոհանոց, սիրուն խոհանոց ունենամ, մի խոսքով, չնայած սա էլ է լավը, այս տունը չգիտեմ, մեր աշխատանքն է, մեր քրտինքն է, ասենց ասած ու այստեղ մեր հիշողությունները, տենց, այնպես որ շատ գոհ եմ, շատ սիրում եմ մեր տունը։ Եվ այստեղ այս ամեն ինչը, ոնց որ այս դարակները չի համապատասխանում խոհանոցի հետ, հա, ոնց որ խոհանոց ավելի տենց ուղիղ բան դարակները, տենց, իսկ էսի, չգիտեմ, մի տեսակ չի, շատ ծանր էլ է այս քաշելը, դրա համար բետոին ասում եմ, այս ամբողջը հեռացվի և այստեղ սենց մի հատ մեծ պահարան սարքվի դարակներով ու այստեղ տնենք այդ ուտելիքը, ամեն ինչ ուտելիք։ Այնտեղ նաև ուզում եմ սարքվի, որ սենց երկու հատ դարակ գոնե լինի, մեկը այդ գթալների ու պատառաքաղների համար, իսկ մյուսը, չգիտեմ, մի հատ հարց ունեմ, դուք ձեր դեղերը որտեղ եք դնում, սենց մի հատ անկապ կառոպկա ունեմ վերևը, դեղերն է այդտեղ, բայց օրինակ ասենք որտեղ կարելի է պահել դեղերը, խոհանոցում ես մտածում եմ այս դարակները, որ ազատվեն, դարակներից մեկի մեջ դեղերը դնեմ, բայց այս որ հիմա հələ կդնեմ, որ կամ տեսնենք պետք է այնտեղ սա, մի խոսքով չգիտեմ ժողովուրդ, բայց կարևոր է, որ իմ սենյակը սարքվել է, այս գունդն էլ եմ, Ալեքսային էլ եմ տանելու հետս, որ վերևը լինի, կամ էլ այստեղ կթողնեմ, տեսնեմ, կոմպն էլ եմ տանելու, և այստեղ պլանշետով յոլա կգնանք, որ ֆիլմեր բան դիտելուց լինենք, պլանշետով, այդ ձև ժողորդ, բետոն գնացել է ուտելու բան առնես, որ առավոտից բաղնիքը լույսը չի վարվում, դե ինքն է հոսանքը քաշել, չգիտեմ ոնց, լույսը չվարվեց, տենց սկսեց լույսի այդ հարցերով զբաղվել, չգիտեմ, մի խոսքով այստեղ անջատել էր, որ այնտեղ միացնի, երևի շոր մի բան է եղել, նորմալ միացնի, բայց չստացվեց, մի խոսքով, ես էլ բետոին ասում եմ, նորմալ մասնագետ ճարենք, գա միացումները տա, հա ամբողջ տան միացումները, այս մեր հոսանքը բանը, կեսրարենցս տանի, սենց
կարելի ասել երկարացման շնորհով լարերով բերած է։ Այդ դրա համար ես առանձին եմ ուզում, առանձին մենք մեր ունենանք, գումար է պետք դրա համար, բայց թե ամեն անգամ նորմալ լույս կունենանք, միջանցքում լույս կունենանք, լարերով բերած չի լինի, հա, նայեք, լրիվ բան է, ընդեղ է լրիվ երկարացման շնորհներ է, վերևն էլ մեր սենյակը, փոքր սենյակը, որտեղ իմ թելերի սենյակ։ Տենց ասում եմ սարքենք էլի, տեսնենք հետաքրքրվենք ինչքան է պետք ու կամաց հավաքենք թեկուզ գումարի, բայց չեմ կարծում որ շատ լինի։ Այդպես գնացել է ուտելու բամբերի հավիք բերելու հետ էսա ուտենք ու գնանք շուկա։ Ուզում ենք եկեղեցի գնանք, բայց որ լույսով լույսի բաներով զբաղվեց չենք հասցնի։ Պետք է շուկա գնանք, մեր միակ ազատորը Կիրակին է։ Ես մենակս չեմ կարա գնամ, քանի որ դե կարամ տենց քիչ գնամ, բայց դե խոսքով ինձ այն բաներից է պետք, որ թեկուզ մենակս գնամ առավտուր անեմ գամ։ Հավիք է բերել, նախաճաշենք և դուրս գանք շուկա։ Մենք գնացել ենք շուկա ու այստեղ ավելի շատ մրգեր ենք առել, այստեղ խաղող ենք առել, աշխարհի գինա, որ տենց բանան, այսքանը 15 պեսո է, այսքանը խաղողը 70 պեսո, պատկերացրեցիք, այո, այստեղ ունենք պապայա, անանաս, որ շուտ եմ սարքելու, այստեղ էլ բանջարեղեններ ունենք, այստեղ ունենք թուզ, էլի 30 պեսո, այսքանը 30 պեսո, պատկերացնեք, այստեղ ավոկադո ենք առել, միս ենք առել, խոզի միս ենք առել, ես ոսկորոտ միս եմ ուզում, խորովածի միս եմ ուզում, իսկ այս մարդը բռնեց, սաղ իր իմացածով կտրատեց, այստեղ ունենք բիստեկ, բարակ կտրատած, մեքսիկական խորովածի միս և հայկական խորովածի միս, ես նայեք, սենց պուջուր կտորների վերածեց, ես ուզում եմ սենց մեծ կտորներ, որ ոսկոր, հեսա նայեք, ոսկորը, կտրելած չգիտեմ ինչ է սարքել, որ քցայի վառարան, բայց դե ոչինչ վառարան, այդտեղ ունենք կանաչի, լոլիկ, վարունգ, այդքան սող լայմ, ավոկադո, այսասի դնեմ սառնարանը, մի քիչ էլ սալի կտոր է դրել, հետը մսի հետ, և այստեղ նայեք մի հատ լամպա եմ առել, ավերջիշտ բետոն առել իմ համար, իմ գործելու համար այլ, ես մի հատ ունեի, կարծեմ կեսարից տանն էինք դերմոնում, բանա, սալմոն կծեց ու էլ չմիացավ, ու չունեի, անկապ լամպի հույսին էի, ասի տենց կօգտագործեմ, ես միսը դնեմ սառնարանը, այսօր մենք հրավիրված ենք ծնունդի, դեքորս կնգա, խիսելայի ծնունդն է, սա մի քիչ հետո դուս ենք գալի, ուզում ենք տորտիկ առնենք, բայց տորտիկ ունի, ella tiene pastel, tiene pastel, ¿qué se puede llevar? Pues más tarde, ¿no? Le damos un regalo. Հետո ինչ-որ մի հատ չենք հասցրել, նվեր կառնենք, տնանք ինչ ենք նվեր առնում, ես ասում եի ծաղիկներ առնենք, բետոն ես մեր չէ տորտիկ առնենք, բայց որ քանի որ տորտիկ ունի, ինչ-որ մի հատ վերնաշապիկ կամ չգիտեմ, ինչ-որ մի կարևոր մի բան, տան համար, գնանք, վсё, մենք գնացինք։ ¿Cansada? A ver, la olla. Bien roja, anda bien roja. Խիսելայի ծնունդն է այսօր, տորտիկը,
Me siento como los niños cuando tienen... En nuestro cumpleaños se nos convertimos a los niños, ¿no? Ay, Cuando se le deja Linem. Es el Dujen Navidad, Shat Love Dujer. Մեր հարևանուհին։ ¿y de dónde se conecta? Tiene cable, mira, Ah, tiene ya. cable. Ah, es que tiene como una base, ¿verdad? Sí, por base, Bebé le gustó y dice que hace mucho lo quería. Uy, desde hace mucho quería una de esas, ¿verdad? Y siempre No, las pues es que veo esa y ayuda las veo. bastante. Sí. Մենք տանենք, գնացինք խանութ, որ սուրճ առնենք, էնել ավազ առնենք մեկ էպիսաներին, էլ փակել, այստեղ մոտիկ խանութից ինձ պակետիկով սուրճ ենք առել, քանի որ իմ ամուսինն ինձ գովեց, որ ես շատ համով ֆրապեներ եմ պատրաստում, ես անգամ միշտ սարքելուց ասում եմ, ես անգամ նկարեմ, ոնց եմ սարքում, թե որ դուք էլ այսինքն չգիտեմ Հայաստանում ինձ թվում է կլինի ուղղակի գուցե ուրիշ անուն ունի, բայց հենց նույն համն է լինում, ոնց որ մենք գնում ենք այստեղ առնում ենք, ու դրա համար կուզենամ ձեզ ցույց տամ, մյուս անգամ սարքելուց հիշեմ, որ ցույց տամ։ Ուրեմն մենք խիսել է համար նվեր ենք գնել, թեյնիկ էլեկտրական շատ հավանեց ու ասաց, որ վաղուց է ուզում ունենա։ Հետաքրքիր է, անցած անգամ նոր տարուն իրան բան էինք առել։ Ֆեն էինք առել, ֆեն էր ուզում, ասում եմ դու քո ցանկությունների ցուցակը ինձ տուր, որ իմանանք, բայց հետաքրքիր է Աստված, որ Աստված ասենց սրտեր քննող Աստված է, Աստծո մարդու սիրտն է նայում, ու մենք չգիտենք, որ ինքը թեյնիկից ուզում է, ու Տերը բետոյ սրտին դրեց, որ նման թեյնիկ գնենք ու շատ ուրախ ենք, որ իրան դուրն եկավ, շատ ուրախացավ, ինչպես տեսեք, շատ էր հավաներ, հուզվելու չափ։ Մի քանի բան ենք գնել նաև բան այդ դերսոլից, որ խիսելային նվերը գնեցինք, այստեղ ականջների չոպիկ, իմ ունեցածը լրիվ թափել եմ, քանի որ բորբոսնել էր խոնավությունից, պատկերացնում եք, այստեղ ատամների մածուկ ենք գնել, Սա բացեմ տենամ ճիշտ ենք գնել, այստեղ բետոն իր համար նասկի է վերցել, ես էլ մայչկա, իմ համար բետոն առել ու սենց մայչկա, աշխարհը տակշոր առնում, ես մայչկաներ եմ ապում, չնայած, որ խանութը լցրել են սվիտերներով, բայց այստեղ են քան շոքա ժողովուրդ, հիշերն է մի քիչ սենց քամոտ լինում, բայց չգիտեմ, բայց լավ տաք կուրտկաներով, սվիտերներով լցրել են, բայց այսից դուրս եկավ, շատ փափուկ է ինքը, կտորը, ու նկարն էլ սենց հավես էր դուրս եկավ, բայց մի քանի հատ էլ եմ ուզում առնեմ, մայկաներ չունեմ, ինչ կա վրեսնեղա, հեչ հարմար չի, հավայի մեկ էլ սա ենք գնել, շոկոլադ, հիմա ուշ է, բայց վաղը կփորձեմ բանը, կամ չգիտեմ, բետոն չգիտեմ կուզենա, թե չէ, դդումի համովա, միչուկովա, տեսնենք, և տեսնենք արդյոք հավանում են իմ սարքած ֆրապեն, թե ոչ, դեպե ժողովուրդ, տենց բաներ, էլ ինչ պետք ասեի, այսքանը, ուրեմն վաղը երկուշաբթի է, և նոր շաբաթ ենք սկսում, վաղը ծառայություն ունեմ, հետո մարդ է գալու, որ պատվեր է ուզում տա ինձ շոխաղալի կործելու, նկար է ուղարկել, բայց չգիտեմ հենց դա է ասում, թե այլ խաղալիք է ուզում, տենց, տեսնենք, այստեղ էլ լամպան է ինքը, պետք է զայրատկա դնել, ես ձեզ իմ սենյակը ցույց չեմ տվել, բայց ցույց կտամ, այսօր զբաղված ենք սենց լամպա է, զայրատկա պետք է դնենք իրան, դրա համար չի վարվում, այսքանը կհանդիպենք արդեն մյուս հատվածում ժողովուրդ, տեսնենք ինչ վաղը մեզ սպասում, այո, մտածեցի գուցե որ սենց էր նկարը ուրիշ է, գուցե բան լինի, տարբեր լինի, բայց երկու հատ սենց
Իրա մեջ ատամների մածուկ վերջանալու վրա է մերը Okay, այսքան է, գնացի Hey! Ողջույն բոլորին, ինչպես եք։ Ես շատ լավ եմ։ Ուրեմն, սրանից հետո իմ բլոգները մեծամասնությամբ գուցե զրույցները այստեղից լինեն, քանի որ ինչպես տեսնում եք, ինչ-որ չափով պատրաստ եմ սենյակում։ Հետևի պատում մենք ունենք խնդիրներ, վերևը որ պոկվել է գյաջը, քանի որ բետոն կպցնում էր այս պոլկաները, բայց դա ընդամենը մի քանի րոպեների հարց է, որ ուղղվի այս շաբաթվա մեջ բետոն կուղի։ Դեպս։ Եվ ես շատ ուրախ եմ, ճիշտն ասած, որ վերջապես իմ երազանքը իրականացավ ու ես ունեմ այս անկյունը, այս աշխատանքային սենյակը, որտեղ ես կարող եմ հանգիստ նստել, ծեսել, գործել, իմ գործերով զբաղվել, հա, տենց։ Իմ առանձին տարածքը եւ նաեւ շնորհակալ եմ նրա համար, որ այս ամենը խորանոցից դուրս եկավ, քանի որ այնտեղ իմ թելերը շատ էին կեղտոտվում, այդ ամբողջը հողարարական աշխատանքները գիտենք, որ այդ հոտերը բան, տենց ինչ-որ չափով ես իրանց ծածկում էի, բայց դե մեկ է, այդքան էլ ճիշտ չի խոհանոցում թելեր կամ աշխատանքային սենյակ ունենալը ընդհանրապես, բայց դե շնորհակալ եմ նաև, որ այդ հնարավորություններ ունեի, ինչ-որ մի անկյունում իմ վայր ունենալու, որ այդքան աշխատել եմ, գործել եմ, այստեղի համար ես աթոռ եմ պատվիրելու և աթոռին եմ սպասում, տենց արդեն գիտեմ, բայց մյուս աթոռը այստեղ չի լինում, քանի որ սեղանը բարձր է, ցածր է, իսկ այն աթոռը բարձր է, այստեղ ոնց որ շատ բարձր կլինեի, բայց եւ ինչ ասեմ, շատ ուրախ եմ, կամաց կլինի, գիտեք ժողովուրդ եւ որ ասում են վերջերս մի հատ կոմենտ էի ստացել, որ գոնե հավաքի, չգիտեմ, ոչ մի բան իր տեղում չի, ոչ մեկս մենք մեր տեղում չենք, ճիշտ ասած, մեր տան պահով մենք փորձում ենք հարմարացնենք, հա, այս պահին, որտեղ որ հարմար է։ Ես գիտեմ, որ շատ բաներ կա, որ
չի համապատասխանում գործերի սենյակ ունենա, խոհանոցում աշխատանքային սենյակ ունենալը, ննջասենյակում կոշիկների դարակ ունենալը, նոպոլկա ունենալը, բայց այս պահին հավատացեք ուրիշ ձև չկա, քանի որ ներքևը տեղ չունենք դնելու կոշիկները, իրոք տեղ չունենք դնելու, որտեղից որ հանել ենք, սենց կարոպկեքի մեջից սենց են, որ լցրել էի կարոպկի մեջը ու դրել էի այդ անկյունում, բայց այդ տեղը զբաղված արդեն և ուզում ենք առանձին դարակներ սարքենք, դա արդեն հետագայի համար։ Ես ուզում եմ այդ կոշիկները հանեմ ննջասենյակիցս ու այդտեղ նորից դարակներ սարքեմ, որ հագուստի տեղ ունենամ, կախելու տեղ հավերժչատ վերարկուների համար կախեմ ժակետների և այլն դրանց համար եմ ուզում տեղ կախելու։ Այդ ձև մի խոսքով ու գիտեք հա մեկն էլ գրել էր, որ ինչ ասում ես ժամանակավոր է, այո, մեր կյանքում այս կյանքը ժամանակավոր է ընդհանրապես ու չգիտես վաղը այստեղ կլինես, թե մյուս քաղաքում կամ երկրում կլինես, այս տանը կապրես, թե գուցե պետք լինի, որ այս տանից էլ դուրս գաս, այսինքն ոչ մեկս երաշխավորված չենք ինչ-որ մի տեղում լինել ամբողջ կյանքում։ Հիմա աշխարհը ու մեր կյանքը այնքան արագ է ընթանում, որ դու չես կարող լինես, էլի, չգիտեմ, ինչքան էլ դու մոնոտոն մարդ լինես, ինչքան էլ որ մի տեսակ չգիտեմ, մոնոտոնություն սիրես, մեկը քեզ աշխարհը կարող է ուրիշ բաներ թելադրի։ Ես մի 15 տարի առաջ իմ կյանքում երբեք չէի պատկերացնի, որ ես հայտնվելու եմ Մեքսիկայում։ Մարդ, որ անգամ Վրաստան դուրս եկած չկա, որ Վրաստանը քթի տակ է, նոյեմբերանում ապրող մարդը Վրաստան, Թիֆլիս անգամ գնացած չի։ Այդ ձևի մարդ, որ ես միանգամից եկա Մեքսիկա ու չգիտեմ։ Այնպես որ ոչ մեկ կյանքում երաշխավորված չի ու դրա համար այո, մեր կյանքում ամեն ինչ ժամանակավոր է, մենք ենք ժամանակավոր այստեղ ժողովուրդ, ուր մնաց թե տները, վայրերը, հագուստը, չգիտեմ, ամեն ինչը, մարդիկ, նույնպես, այո։ Այսքան է ժողովուրդ, ես ծառայություն ունեմ, մի 10 րոպեից և հետո մարդ եմ սպասում գալու է, զակազը ուզում տա ինձ, զակազը երևի վերցնեմ, քանի որ մեկն էլ էր ուզում զակազ տար, դեռ չի ուղարկել ավանց, չի տվել, այս մի հատ ուրիշ զակազել ունեմ, գործում եմ, արդեն մի մասը գործել եմ, այս 3 արջուկները, մեկ էլ մուլտֆիլմից Խրաբրայի սերդը կարծեմ, անունը ինչ էր էդ կարմիր մազերով աղջիկը, իրան եմ գործելու, արդեն այսօր ուզում եմ սկսեմ գործը, ծառայությունից հետո, արդեն որ ազատ ժամանակ ունենամ, նստել եմ ու գործեմ տիկնիկը, սա վերջացրած եմ համարում, իմ սխեման չի, համացանցում այս սխեման կա, անգլերենով է, եթե կուզենաք գործել, կարող եմ դնել և գործեք, նաև այստեղ մի հատ սենց փոքր պատվեր ունեմ, որ կարի մեքենաներ պետք, որ ես գործեմ, էսի տորտիայի համար է, տորտիան տաքացնում են ու իրա մեջ են դնելու, սենց 2 կողմն է, էսի թարս կողմն է, բայց դե, սենց, մեկ է, սենց, այստեղ պետք է
սենց կպցնենք իրար և բերան թողնենք մեջը, որ տորտի անտակացնենք, դնենք մեջը ու այստեղ ես բան ունեմ, պետքա կարեմ, այդ աստառը, հա, կարեմ ու իրա մեջ ցնեմ, որ կարողանամ իրար ամրացեմ, դրա համար ինձ մեքենաներ պետք, չեմ ուզում սենց ձեռով անկապ կարեմ, դրա համար սա էլ ընթացքում էսի վրազ չի, դրա համար սենց որ բան չեմ անում, ասեղների պետքա սենց ինչ-որ միտեղ, որ հարմարացնեմ, կպցնեմ, տեսնենք, կամ էլ գուցե մի հատ կակտուս գործեմ, որ ավելի հարմար լինի, տեսնենք, ես էլ իմ արևիկը, էսի գործել է, ես իմ սխեմանա, բայց չուզեցա վաճառեմ, որոշեցի պահեմ ինձ, ես էլ բետոն լցել ասաղ եմ, տեղափոխման ժամանակ, վերջ, եսի տեսնեմ որտեղից եմ կախում ու անցնեմ իմ ծառայությանը, դուք էլ ասեք արդյոք հավանեցիք, եսի մի 80% լավ գցենք մի 70% աթոռ եմ վերցնելու, էլի այնտեղ հասկացա, որ թելերից տեղը չի տեղավորվում թելերս, գուցե մտածեք շատ է թելերը, բայց գործողի համար հավատացեք, եսի շատ քիչ է, ես սրանցից տարբեր երանգներ եմ ուզում, միերն եմ ուզում դա, բարձանում է գիրկս չի թողնում գործեմ, գործերս անեմ, ես աթոռին էլ հարմար չի, հա, եսի մշտական թելերն է, որ գործում եմ, սրանք էլ համարյա, այստեղ ակրիլներն է ու մեկ էլ սենց խուճուճ-մուճուճ թելերը, որ 1000-ից մեկ եմ օգտագործում, գուցե չեմ օգտագործում, այստեղ էլ էլի թելերը, այսքանը ունեմ ու շուկայում շատ քիչ է ու ափսոս կասա օգտագործեմ, բայց պետքա օգտագործեմ, պետքա գնա, որ նորը գա, բայց Իռապատա քաղաքում խանութ կա, որ վաճառում են այս թելերից, ուղղակի հարցն է, որ գումար ունենար և հասներ Իռապատա քաղաք, անգամ կարծեմ մյուս թելերից կա, որ կուզենայի փորձեի, Yarnart jeans, տենց ինչ-որ թելեր են, իրանք թուրքական թելեր են, բայց դե ժողովուրդ շատ լավն են իրանք, իրականում, համադրություն են, հա, ակրիլի ու բամբակի համադրություն են ու շատ լավն են իրանցով են գործում ամիգուրումի, սա էլ է բամբակի ու բանի ակրիլի համադրություն և նաև այսքանը, էսի չէ, էսի մեքսիկական թելեր են, այսքանը, հենց էլի բանը ալիզեն է, իրանք թուրքական թելեր են, էլի համադրությունը, իսկ մեքսիկականը 100% բամբակ կամ 100% ակրիլ, 1000-ից մեկ ինչ-որ ընդեղ խառնուրդ կլինի, բայց ոչ հագուստի բանի համար, սա էլ է ալիզը, մի քանի հատ ունեմ, որ ալիզե չեն, օրինակ սա, էսի կարծեմ, էսի չինականա, սպիտակը, այս մյուսն էլ, բայց ուզում եմ առնեմ, շատ եմ ուզում, նկար, ողջույն գետարին, ուրեմն այսօր ինձ եկել է այս ժուրնալից, իրանք օնլայն խանութ են, տենց, ոնց որ Oriflame-ի բանի նման էլի տենց, Better Way, կարծեմ, թե չեմ սխալվում, Better Way, okay, պատվիրել եմ թավա չէ, կաթսաներ, և հիմա եկեք բացենք, այստեղ նայեք բետոն
փոքր հեռուստացույց իջացրել է խոհանոց, մի տեսակ նենց դատարկվել է այստեղ, ոնց որ չգիտեմ, մեր տան մասը չլինի, ասած էսի բերել էր այստեղ անտենայով բան միացնի, են էլ չմիացավ, անտենան լավը չի, պետքա թազա առնենք կամ էլ գուցե ինտերնետը փոխենք, որ մեր ինտերնետը բան է, տենց ալիքներ բան չունի էլի, տենց այդ փաթեթը վերցնենք, որտեղ նաև հեռուստատեսության ալիքներ կա գուցե, չգիտեմ, տեսնենք, այստեղ պլանշետս եմ թողնում, որ բան լինի, որ այստեղ լինենք, նայենք և Ալեքսային եմ թողել, միանգամից միացավ, օքեյ, եկեք բացենք, օքեյ, հուսանք արժի, չնայած ինքը այդքան էլ հանք չի գինը, սրանք կաթսաներ են, բայց նաև նայում եմ բան, թավա եմ նայում, ուղղակի հետաքրքիրը այն է, որ այստեղ օրինակ ասենք ուզում ես թավա առնես, կափարիչով չի, պետք է ուշադիր լինես կափարիչով, եթե օրինակ ասենք սենց կախած թավաներ, չգիտեմ տեսած կլինեք, որ նկարում ենք, բաց է, իրենք կափարիչ չունեն, կափարիչը կամ պետք է առանձին առնես, կամ էլ նենց առնես, որ կափարիչով լինի, այն 1000-ից մեկը լավը չի լինում, կամ էլ սենց հենց կառոպկայով հենց սեթ առնես, որ օրինակ իմը, որ ես այստեղ առել եմ, իմ նախորդը, իրանք համ կաթսա են, համ թավայի են ու ընդամենը 3 հատ կափարիչ ունի, որը կարաս ծածկես, հա, այսինքն այնտեղ քանի հատ կա, 1, 2, 3, 2 հատ թավայա, մեկը մեծ, մեկը փոքր, այդ 2 հատ թավայի կափարիչը նույն ձևի ծածկում է 2 հատ կաթսայա, էլի մեկը մեծ, մեկը փոքր, հենց այդ նույնին, այսինքն, ու նաև մի հատ սենց ջուր տաքացնելու ամատարայա, որ արդեն է, որ շպրտելու վիճակում է, ու էդի առանձին ինքը փոքրիկ բան ունի, կափարիչ ունի, բայց օրինակ ասենք շատ, որ գնամ խանութ ցույց կտամ, շատ տեղեր չունեն կափարիչ ու պետքա նենց առնես, որ գոնե 2 հատ լինի, չափսերը համապատասխան լինի, կարողանաս ծածկես, օրինակ եթե ես 3 հատ կաթսա դնեմ, նայք, օրինակ այստեղ լավեք կափարիչ ունեն, լավը նրանով է, որ բոլորը կափարիչով են, 6 կտորից է, 6-ն էլ կափարիչով են ու հաշվում է 12 կտոր, չգիտեմ, ուրիշ տեղ տենցած է չէ, բայց հաշվում է 12 կտոր, սենց սովորական մատերիալն է, չի օքսիդանում, ժանգորդվում բան, տեսնենք ինչպիսին է լինում, նայք, բայց օրինակ ասենք, եթե ես իմ նախորդ սեթից ուզենայի 2 հատ թավա դնեմ, մի հատ էլ կաթսա դնեմ, մեկը կափարիչ չեր ունենա, քանի որ երկուսն էլ ծածկած մնալու, հասկանեք ինչ եմ ուզում ասեմ, այսինքն այստեղ կափարիչ չեն ծախում թավաների հետ, թավաների կամ կաթսաները հլը ունեն, բայց թավաների հետ կափարիչ չի գնում, ճիշտ այդքան էլ ինքը լավ որակը չի, ոնց որ հասկացա, շատ թեթև է ինքը, բայց դե մի քիչ օգտագործով նորից կփոխեմ, թողը հետ տամ, սենց բաներ են, բայց իրա գնի համեմատ, համ այստեղ որ վաճառում են, էլի լավ է, այս տարբեր չափսերը կա,
Կափարիչն ավելի ծանր է, քան թե բանը։ Ասել մեծ սենց հավայա։ Չժանգոտող բան է ինքը, պետքա որ չժանգոտող, բայց տեսնենք, չգիտեմ, ես մտածում ենք իմ քիչ ծանր է տալ, բայց այստեղ է կափարիչը, կափարիչների համար արժի ժողովուրդ, որ օրինակ ասենք ինչ-որ թավա առնեմ, կափարիչ չունենա, գոնե սրանց կափարիչներ կօգտագործեմ, լուրջ եմ ասում։ Էսի կարդեմ իմ նախորդի նմանա, ուղղակի նստապետ։ Ինձ մի հատ թավա պակաս եկել։ Հանգիստանի, հանգիստ։ Okay, չեմ կարա հետամ, եթե հետամ էդ աղջիկն է վճարելու։ Okay, մի հատ կոֆե։ Այո։ Ողջույն բոլորին, մեր այգում, որտեղ որ ես մասնակցում եմ էքսպոների, այլ էքսպո է, արդեն մի քանի օր տևում է և կոչվում է Festividad de Alfanique։ Սրանք քաղցրավենիքներ են նվիրված մահացածների տոնին և նաև Հելլոուինին ինչ-որ չափով և պատրաստում են ձեռագործ քաղցրավենիքներ, նաև մեքսիկական քաղցրավենիքներ և շատ են օգտագործում այս օրերին և ալտարներ են պատրաստում, ալտարների վրա դնելով այս քաղցրավենիքները, հավատալով, որ իրենց մահացածները գալիս են, վերցնում են, ուտում են և նույնպես մասնակցում են այս ֆեստիվալին իրենց հետ։ Գնում եմ բան, Ռոսի մոտ։ Սիրուն է երգում, բայց մահացածների համար է երգում։ Գնանք Ռոսի մոտ, պատվեր ունեմ, իր մոտ պետքա թողեմ, իր մոտ, որ զարդեր են վաճառում, իրանից առնում եմ, այդ աղջիկ ամուսնինն է պատվիրել, այս կաֆեն, ինչպես միշտ, զզվելի, այս օրերին ավելի զզվելի վիճակներ է լինում, եղք